մենք Արցախից ենք, տեղահանվել ենք բռնի կերպով, ճիշտ է, մեր վարչապետի ասած չենք զոհվել, ի ուրախություն մեզ և ի դժբախտություն իրեն, որովհետև Արցախցին ուժեղ է, ամուր է, կանգնած է հողի վրա, միայն մի, այսպես ասած, մի միտք ունի իր մեջ, մի նպատակ ունի, որ ինքը պետք է վերադառնա Արցախ։ Ուզում եմ, որ մեր հայրենակիցներին կոչ անեմ, կանգնենք Ռոբերտ Քոչարյանի կողքին, որովհետև միակ ղեկավարն է, միակ լիդերն է, ով երբևիցե թուրքի դեմը չի խոնարհվել, նա այն ղեկավարն է, ով վստահ քայլել է և իր կառավարման տարիներին երբեք թուրքը Արցախ չի մտել, իսկ ներկայիս ղեկավարության շնորհիվ ինչ եղավ, Արցախը նվիրաբերվեց Թուրքին և ուզում է նույնը անել հիմա։ Իսեր Աստծո, հայ ազգը այնքան կորուստ է տեսել, որ փառք Աստծո, այսօր այնքան ուժեղ է, որ կանգնել է Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Մենք Ռոբերտ Քոչարյանի հետ ենք տեսնում մեր վերադարձը Արցախ, մեր ծննդավայր, նա միակ ղեկավարն է, ով կարող է երկիրը այս ծանր վիճակից հանել։ Կոչ եմ անում իմ հայրենակիցներին, եթե հնարավոր է, բոլոր արցախցիներին, սա մեր համար առաջին խնդրանք սա իմ բոլոր հայրենակիցներին, մի մարդու նման կանգնում ենք Ռոբերտ Քոչարյանի կողքին, որովհետև նա է մեր ղեկավարը, նա է այն մարդը, այն լիդերը, ով կարող է երկիրը այս ծանր վիճակից հանել։ Եվ ուժեղ ենք միասին, համ 7-ին, համար 17-ին։ Շնորհակալություն։